Դատականից հայտարարում են բացված, դրամատուրեկանություն շամարում Տիվ հետազորվեցությունից 25 գործիքանությանը, որ վերաբերում է Էրիկի Գենալետների ներկայացված քրեական հայցին, Գալեր Հովանեսյանի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 54 հոդվածի առաջին մասով նախատեսված կատարելու վերաբերյալ։ Դատական նիստերի քարտուղար զեկուցել դատական նիստին ներկայացած անձանց վերաբերյալ։ Պատվաճան դատարան դատական նիստին ներկայացել է Վկա Հրաշ Թունյանը գտնում է դատական նիստերի դահլիճում, դատական նիստին ներկայացել է Մեղադիա Տրայանը Հովհաննիսյանը, Տուժող Էրիկ Եղենյանը, Տուժողի ներկայացուցիչ պարոն Մաթևոսյանը, ներկայացել է պաշտպան պարոն Ուգոյանը։ Եղենյան ձեր կողմից դատական նիստից հետո դիմում է ներկայացվել դատարանին, այդ վկաների հետ կապված ոդկիկաններ, սակայն ձեզ արարական պետք է բացատրել, որ դատական նիստով սա պետք է քննարկենք։ Հասկացա։ Դատական նիստով կքննարկենք։ Նստեք, ներկայացնի դատարանիչում եք կանում, կողմերը կհայտեն դրանց դիրքորոշումը։ Նաև վկա է ներկայացել։ Ես կարելի եմ ոդկացնել։ Սպասեք հիմա մի րոպե սպասեք։ Նաև Գայանե Հովհաննիսյանի վերաբերյալ թարգմանած փաստաթղթեր են ստացվել, պարոն տրամադրվում է կողմին, քանի որ ռուսերեն գրավոր լեզվին չէր կարողանում դատարանը պատասխան փաստաթղթեր ուղարկել էր թարգմանության եւ տրամադրել է ձեզ 4 թերթից բաղկացած եւ նաեւ որոշում է։ Կարող է ասած տրամադրվում վերցրեք ձեզ։ Շուտով դες որ փաստաթղթ։ Նստեք։ Հիմա վկա մոտնա ամբյոնի ձեր ամրացնում հայրանում է Հրայր Երեմի Թունյան։ Հրայր Թունյան։ Դուք նախորդ դատական նիստին չեք ներկայացել, դատանը արձանագրել էր, որ խուսափել եք ներկայանալուց, դրա համար որոշում եք կայացրել հարկադարձ ներկայացնելու մասին, ինքնուրույն եք ներկայացել, թե ոստիկանության աշխատակիցների Ես ինքնուրույն եմ ներկայացել, բայց ոստիկաններին զգուշացրել։ Այսինքն ձեր ազատությունը չի սահմանափակվել, ներկայացրել դատական նիստին։ Արձանագրեցինք այդ հանգամանքը։ Ձեր անձնազգան հայրանում է Հրայր Երեմի Թունյան։ Հրայր Երեմի Թունյան, անձը հաստատող փաստացու Թունյան նաև դատանը բացառապես ձեզ տեղեկացնում է, որ Եղենյանի դատական նիստը տեսաձայնագրում է, բայց բացառապես իր մասով է տեսաձայնագրում, այսինքն իրեն է նկարահանում, ձեզ որպես արկեսին չի նկարահանում, բայց դատական նիստը նաև ձայնագրվում է, դա այդպես ներկայացնում, ոչ խնդիր կա դրա հետ կապված։ Շատ լավ, այդ դեպքում դատարանարժեք հանգամանք է եւ ազնագիրը ստուգեց եւ վերադարձնում է ձեզ։ Դուք սույն բարոյցի շրջանակներում հարցաքննվում եք որպես վկա, ունեք իրավունքներ եւ պարտականություններ, մասնավորապես իրավունք ունեք դատարանականալ փաստաբանի հետ եթե դրանազերծությունը դուք կգտնեք, Եղենյան մի փոքր այս տեսակով սա այնպես է, որպեսզի դատարանի տեսանելը լինի, վկային չենք տեսնում։ Ձեզ մոտեցեք ավելի, որպեսզի հնարավոր չի նույն դիրքով լինի, քանի որ դատարանի տեսադաշտը փոխվում է։ Հետ կամ առաջ Եղենյան։ Երևի հետ քաշում։ Հետ կամ առաջ, որպեսզի վկան տեսանելը լինի, դատարանի մի փոքր է հետ։ Պարգել վկա, դուք դատարանում հարցակվում եք որպես վկա, ունեք իրավունքներ եւ պարտավորականություններ, մասնավորապես դատարանարժանքներ որ կարող եք ներկայացնել փաստաբանի հետ եթե անհրաժեշտություն կգտնեք, իրավունքներ ցուցմունքներ դարձնել համապատասխան փաստաթղթերից, անհրաժեշտ դատական նիստի արձանագրության այն մասով, որը վերաբերելի է ձեզ, ունեք պարտականություններ, դատական նիստի դարձում պահպանեկանում, դարձուցում, դատարանից բացաբանում է որ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 503-504 հոդվածներ սահմանված կարգով, դատարանը բացաբանում է որ եթե կհնչեն հարցեր, որ ողջամտորեն կամ վերաբերել ձեզ կամ ձեր ներձևազգականին, կարող եք այդ հարցերից հրաժարվել, նաև բացաբանվում է որ ձեր կողմից տրված ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց։ Պարզ է, հասկանալի է։ Այո կամ ոչ։ Այո, հասկանալի է։ Շատ լավ։ Ձեզ պարզ է ինչ վարքի շրջանակներում եք հրավիրվել դատարան, ներկայացել դատարան։ Ինչ պարզ է։ Պարզ է։ Այդ ներկայացված արձանագրությունն այն բարձրացան կարդում եք նոր ստորագրում։ Ես հայերեն կարդալ չեմ իմանում, ես իրոք անգլես
Բայց ինչ հարցեր որ կտա, ձեր հարցերի դրական պատասխանը այդտեղ կուզիմ լսեք, այդտեղ լսեք ինչ է դա։ Այդտեղ նշված է այն, որ դուք պարտավոր եք ասել ճշմարտությունը, կրկնեք դա, որ պարտավոր եմ ասել ճշմարտությունը։ Ես եկել եմ որ ճշմարտությունն ասեմ։ Այո, ոչինչ որ սուտ խոսամ ըստեղ հարգելի։ Այդտեղ չեք լսում, կարճ ասեք, անցնենք կարող է դասայց կարճ պարտավոր եմ ասել ճշմարտությունը, ասեք այդքան։ Կարճ պարտավոր եմ ասել ճշմարտություն, ոչինչ բացի ճշմարտությունից։ Որ դա իմ ճշմարտությունը ինչ որ կա, ես Այս ստորագետ դրա մասին է խոսքը այդտեղ։ Ձեր թարգմանիչ պետք է թե ուղղակի հայերեն լեզվին որպես այդպիսի գրավոր լեզվի հետ կապված է։ Չէ, ես հայերեն հասկանում եք, հայերեն հասկանում եմ, բայց կարդա չեմ իմանում։ Թարգմանիչ անհրաժեշտ է ու չէ, պետք չի թարգմանիչ։ Շատ լավ։ Այդ դեպքում նաև նշեցիք, որ պարզ է ինչ վայրի շրջանակներում եք հրավիրել հարցաքննության, վայրով որպես դժոխք ներգրավված է Եղինյանը, ճանաչում եք վերջինս։ Եղինյանին ես ճանաչում եմ 30 տարի։ Հարաբերությունները բարեբայլուց նույն թաղամասի մարդ, հասկացա հետ մոտիկ, տենց բարեբայլուց ամենալավ քաղցր ձևով։ Տիկին Հովհաննիսյանին ճանաչում եք։ Ճանաչում եմ։ Մեղանձյան է ներգրավված վայրով։ Հարաբերությունները ձեր վայրի շրջանակներում այո, շատ լավ։ Երկուսին է ճանաչում եմ երկար տարիներ։ Երկար տարիներ։ Լավ, պարզ է ձեր դիրքորոշումը, նաև ասեցիք, որ պարզ է ինչ վայրի շրջանակում եք հրավիրել հարցաքննության։ Եվ քանի որ դժոխք կողմի միջնորդությամբ է որպես այդպիսի ներգրավել, Եղինան հարցերի միջոցով սկսենք։ Հիմա հարցեր ունենք կողմերը, միջադեպ է տեղի ունեցել։ Ես պատրաստ եմ պատասխանել։ Շատ լավ։ Հարգելի վկա 2000 Ես աշկերի խնդիրն եմ կարելի ակնություն։ Իհարկե 2025 թվականի հոկտեմբերի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Աշոտաբեր թաղամասի 9-րդ շենքի բակում իմ եւ Գայանե Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ Գայանե Հովհաննիսյանը հրապարակայնորեն այդ թողնել ձեր ներկայությամբ Էրիկ Եղինյանից հասցեն հնչեցրել է, երկու անգամ հնչեցրել է սեռական բնույթի անվարկեր տարիանքներ եւ Եղինան հարցը սպանության սպառնալիք։ Եղինան Ժիվակյան, ասեք այդ մասին։ ուղիղ հարցաքննության ժամանակ ու շատ լավ տիրապետում եք այդ անհամակին։ Սա այն փուլ չէ, որ դուք մի մատնանշեք դեպքի ինչ-որ համակարգեր, Աշոտաբեր թաղամասում ինչ-որ միջադեպ եղել, այնտեղ ներկայ գտնվել, թե ոչ, եւ այլն չեք տեսել եւ լսել, սա է հարցը։ Հարգելի դատարան, կարելի է ձեր հարցին պատասխանել։ Հենց դա է ճիշտ հարցադրման տեսք։ Ես ուղղակի անսորտ եմ եղել։ Ես տեսա, որ հավաքված են երկու կողմինը ճանաչում եմ, ինքը հեռախոսով լուսամուտից բարեկամի հետ էր խոսում, մի վերաբերական գործի չէ։ Ինքը հեռախոսը հանել է, նկարել է, ես ընդհանրապես մոտեցել եմ միան, ասել եմ երկուսից ծնողներին, նույն գյուղի աղջիկներին, նույն գյուղի թորներ ենք մենք, էլի 30 տարի ճանաչում եմ։ Պելուսիա պապայի հետ ես պատերազմ եմ մասնակցել երկու անգամ։ Նույն տեղը մենք երկուսով պատերազմ ենք մասնակցել։ Վիրավորվել եմ ես ընդ։ Ես ուղղակի խնդրել եմ, ասել եմ, պետք չի մի արա երկուսդ էլ հարևան մարդ եք, ձեր տունն ու իրանց տունը դեմ դիմացա։ Ընդհանրապես իմ ասելն է տայել ուրիշ ոչ բան ես արդեն գնացել եմ այդտեղից, հեռացել եմ։ Ես էլ չեմ իմանում ընդ ինչ են ասել, ինչ չեն ասել, ես ընդհանրապես Էրիկին խնդրել եմ, ասել եմ Էրիկ ջան, պետք չի կինարմատա ոչ մի բան քեզ չվերաբերվա, հարց չի տվել, ինքը չի վիրավորել քու ինքնասիրությանը չի կպել, ընդհանրապես հեռախոսով խոսացել է, դու նկարել ես, ասել անչի ես նկարում ու ընդքան բան, ուրիշ ես ընդ թողել եմ գնացել եմ հարգելի դատարան։ Ես վարորդ տղամ, ես ժամանակ չունեմ ոչ մի բանի, որ ինչ-որ մեկի անձնականով կամ ներքինով ես խոսամ կամ հետա, ես ուղղակի որպես թաղամասի մարդ 30 տարի եմ ավել, 39 տարեկան ես եմ, 39 տարեկան ինքն եմ։ Ճանաչում ենք, նույն դպրոցը, նույն մանկապարտեզն եք գնացել, ոչ մի խնդիր չի եղել։ Ոչ մի իան բացի բարեբայի, անց տուն գնալ գալ կասենք երա պապայի շփում եմ։ Իան տենալուց բարեբերիկ ջան, ոնց ես ինչ կա, նորմալ է, հա, նորմալ է, հրաժան։ Всё ուտքան բան իմ խնդրանքն այլ է, որ պետք չի։ Նույն թաղամասի մարդ ենք, ինձ համար չի հաճելի, մյուսի համար չի հաճելի, որ ինչ-որ մեկը մյուսի նկատմամբ վատ վերաբերմունք ցույց տա կամ վատ խոսք ասի։ Հարցերի միջոցով խոսենք, մի փոքր դիցե մանրամասներով անհրաժեշտություն լինի։ Շնորհակալ եմ, բայց ուղղակի հարցեր չկան։ Դատանում հետազոտվել է տեսանյութը, տեսանյութում հստակ երևում է, որ դուք ինձ նման խոսքեր չեք ասել, կոնկրետ այս մասը, որ Էրիկ ջան, Գայանենքո ինքնասիրությանը
չի կպեք Ես էլ չեմ ասել, բայց ես քեզ ասել եմ, որ մի նկար։ Դատանում ասեցի, որ իբր ըստ ձեր դատանում տեսանյութը նկարահանելու ժամանակ ըստ ձեզ իբր նման բան եք ինձ ասել, մինչդեռ տեսանյութը նման բան չեք ասել։ Հստակ երևում է, ինչ եք ասել ինձ։ Խնդրում եմ բարձրաբանել ինչով է պայմանավորված այդ հակասությունը, որ հիմա տալիս եք տեսանյութին ձերից խոսքերի։ Երիկ Երինյան ջան, ես քեզ մի հատ բան ասեմ, ցավոտանը։ Դու Գայանի հետ որ խոսակցություն ես ունեցել, ես այդ պահին քեզ ասել եմ, որ հեռախոսը հանել ես, նկարել ես, ես քեզ ընդհանրեն ասել եմ, Երիկ ջան, ախպերս, նույն գյուղի վիդեոն ցույց տու հարգելի դատարանը թող տենան ախպեր, որ ես մեջին կամ։ Ասել եմ պետք չի։ Նույն գյուղի թողները մեկ ախպեր, ընդհանրեն իմ հարգալից վերաբերմունքն Դա ինչ ես ասել, նրան որ ըստ ձեզ այդ ժամանակ դուք ինձ ասել եք Գայանն քեզ չի վիրավորել, ինքնասիրության հետ չի կպել, բայց նման բան դուք ինձ չեք ասել տեսանյութը նկարահանել։ Ես տեսանյութում չեմ ասել, քեզ հետո եմ ասել, որ քեզ վերաբերական ինչ-որ բան չի ասել։ Դա բացառապես դեպքի կապված Երինյան, այդ օրվա է Դեպքի հետ է կապված։ Տեսանյութում նաև հստակ երևում է, որ Գայան Հովհաննիսյանի կողմից իմ հասցեին զերական բնույթի հայացքներ հնչեցնելու եւ սպառնալիք հնչեցնելու ժամանակ դուք անձամբ ներկա եք եղել։ Ես ցույց տու այդ վիդեոն, հենց մի ցույց տու այդ վիդեոն, ես տենամ ախպեր։ Ես համացանցում տեղադրված է YouTube-յան ալիքում, վստահ եմ դուք էլ բազմիցս դիտել եք այդ տեսանյութը։ Ես դիտել եմ այդ տեսանյութը, Երիկ ջան, բայց ես այդ խոսակցությունը, վիրավորական ինքը որ քեզ վիրավորել է, չգիտեմ, ասել է, չի ասել, ես չեմ լսել, ցավը տանեմ։ Ես քիչ եմ ուզում ինձ հասկանալ։ Իմ մերը զանգել են իմ ավտո, ես կամազի շոֆեր տղա եմ։ Իմ ավտոն թողած ընդ քուչը մապել ես։ Եկել եմ մտե, հետո հետ եմ գնացել, մերս ապե զանգել է, գնացել եմ ես, ուրիշ ոչ մի խոսակցություն չեմ լսել, ցավը տանեմ ես։ Հիմա ես առավոտն եմ եկել ռեսից ինձ ասել են պետքա գազ դատարան։ Ես հիմա աշկերից վիճակի եմ նայել։ Սա գիշեր ես քշել եմ ախպեր։ Այսինքն ըստ ձեզ դուք իմ կողմից տեսանյութը նկարահանելու ժամանակ ներկա եք եղել, սակայն ըստ ձեզ որևէ վիրավորված բան։ Երիկ ջան, ես երդվում եմ իմ սաղ սրբությունով երդվում եմ, ես իմ սաղ կյանքը մաքուր եմ ապրում։ Ես ոչ մեկի վրա ոչ մի սուտ բան չեմ խոսա, մանավանդ ստե նստած դա։ Իմ հարցը ընկալեցի, նորից եմ հարցս տալիս։ Դուք պնդում եք, որ տեսանյութը նկարահանելու ժամանակ ներկա եք եղել, սակայն պնդում եք, որ Գայան Հովհաննիսյանի կողմից ինձ հարգոյելու եւ սպառնալու ժամանակ ներկա չեք։ Չեմ լսել, Երիկ ջան, չեմ լսել, ցավը տանը։ Ես ազնվությամբ եմ ասում, չեմ լսել։ Քեզ եմ շատ սիրում հարգում։ Իրանե որպես կին եմ շատ սիրում հարգում։ Որի իմ հորս հետ, իմ տատի, իմ պապի, իմ ցեղի հետ ինքը շատ մոտիկ է։ Պլյուս ես ու դու լիա 30 տարի ճանաչում ենք, նույն թաղը, նույն օդը, նույն ծանեկը շնչում ենք այդ օդը։ Երիկ ջան, քո ցավը տանեմ։ Ես քեզ դու գիտես այնօրն ես տեսա ասեցի։ Ես ասի առողջական խնդիր ունեմ ապեր։ Ես կարա իմ էպիգրիզն է բերել, որ հարգել դատարանը տենա ապեր։ Իմ վրասավ ասկոկ է, ես լյարդի գեբադիկ բեցիով իման։ Այսօր եկուց ես չգիտեմ կարող է քնեմ չհելնեմ ախպեր։ Ես իմ տղու դով իմ մաքուր կյանքով ապրում եմ։ Ոչ մեկից ոչ գողանում եմ, ոչ տանում եմ, ոչ խափում եմ։ Որևէ մեկը ոչ Չէ, էլի ապեր, դե ես քեզ էլ եմ շատ սիրեմ։ Ես պարզ ասում եմ, դու իմ ման ապեր, իրոք լավ մարդ ես։ Հարկ չկա, դու կաս ես կյանքի մեջ ես ապրում, ես էլ ես կյանքի մեջ եմ ապրում։ Ինձ ես կյանքն է դուր գալի, քեզ ես կյանքն է դուր գալի։ Ինձ մաքուր կյանքն է դուր գալի, ես պարզ ասում եմ ախպեր։ Ես մաքուր կյանքը, իմը պետք է սենց բաժակի պես սպիտակ է։ Всё, ես այդ ձևի մարդ եմ ախպեր։ Ես կյանք եմ սուտ չեմ խոսացել, իմ ծնողներն հերես չկա, ջայր գործել։ Ես իմ մերը որ զանգում եմ երեխու պես հեռախոս է, դնում եմ ականջս համամ 5 րոպեից գալիս է։ Որ իմ մերը հանկած ինձանով ախպեր, նա վատ բան չմտածի, ասի տղայա քուչ մաքրիվ չլի, էստե չգնա շարը գանդե չլի։ Գիտի վարորդեմ իմ հոգնած գալիս եմ մի կտոր հաց ուտեմ, մտնեմ լողանամ դուրս գալի քնեմ, առավոտը գնեմ իմ առօրյա գործով ախպեր։ Դու ես դատենը, որ ես ծանր տեխնիկա չեմ, մենակ այդ տեխնիկան 50 տոննա է ինքը, դատարկ։ Վրինե կրուզը բարձրում 80, 100 տոննա ես ամեն օր այս տրասներում գնեմ գալիս եմ ախպեր։ Ես քեզ շատ հարգում, սիրում եմ, Գայան ջան, նմանապես քեզ։ Ձեր իմ միակ բարի խորհուրդ եղել է, որ ես քեզ մոտեցել եմ շատ հարգալի ձևով, քեզ ոչ մի վիրավորական խոսք չեմ ասել, Երիկ ջան, քեզ հարգելով, խնդրել եմ ասել եմ կինարմատա թաղի կինա, ոչինչ, համարենք մեր ծնողն է։ Թեկուզ քեզ չի ասել, ինձ է ասել ախպեր։ Չգիտեմ էլի, վերև Աստված մենք ներքև ախպեր, ոնց գիտես Երբ որ իմ լսած ու տեսածը ես ասեցի պարզ չեմ խափում ես հարգելի դատարանին ախպեր։ Ես պարզ մարդ եմ, ես եկեք սաղ էլ հետաքրքրվեք իմ թավամասն, որ ինպես պարզ մարդ ընկեր, շատ քիչ կա էլի։
Առաջ անգամ եմ ես այստեղ գալիս, հասկանում ես ախպեր ջան։ Երբ որ տեսանյութը դուք արդեն YouTube-յան ալիքում դիտեցիք, այդ ժամանակ ինչ տեսաք տեսանյութի մեջ։ Ես չեմ կարա հիշել 5 ամիս անցել է ես մի անգամ տեսել եմ կիսակրատ Էրիկ ջան։ Ընդհանրապես ես եմ տեսել որ վիդեոն գլավնի գցել ես ինձ, քեզ խնդրեցի ասի ջնջել վիդեոն ախպեր չջնջեցի։ Ես քեզ հարգեցի, դու ինչ չհարգեցիր։ Ես ասի Էրիկ ջան, գոնե գլավնին հան ինձ ախպեր դες։ Սա աշխարհը ինչ ճանաչում է տենում են արա, որտեղ գնում եմ ասում են, այս ինչ ես անում։ Գլավն ինչ նկատի ունես չհասկացվեց քան։ Որ գլավին ինձ ես գցել էլի ախպեր վերջում ասեք իմ նկարով ես այդ վիդեոն հագելու։ Այդ YouTube-ի ալգորիթմը ինքն է որոշում։ Ես իմ մոտեցումը քեզ էլ գալիս, խնդրել եմ, աղաչել եմ, բաղատել եմ, այս բոկս բռնել եմ։ Ավտոյրագործանուց մազութ թորշովելով եկել եմ մոտը։ Էրիկ ջան ասել եմ, խնդրեմ եմ Գայանների հետ։ Ոչ մի բան չկա ախպեր ջան։ Այն մարդը իա հեռախոսով իա կանեցից իա լուսամուտից խոսում է։ Թե դու մա քֆուրար է։ Ում ինչ վերա ինքնասիրության դեր։ Էդ էլ արդեն ինքը գիտի ախպեր։ Քեզ ոչ բան չի ասել։ Ես չեմ լսել։ Ես չեմ լսել։ Ես ազնվությամբ եմ ասել։ Դու գիտես որ ես իմ սա կյանքը կրես տղա չեմ եղել։ Պարզ, եթե լսած եք տա ուպես կկայնեք ասեք ախպեր։ Գայան ջան ասել։ Այս չեմ լսել։ Չեմ լսել, դա չի նշանակում որ ոչ մի բան չի ասել։ Տեսանյութում երևում է որ ասել է։ Հիմա դուք այնպես եք ներկայացնում, որ իբր ոչ մի բան չի ասել։ Ասա, դուք ընդհանրապես ասեցիք, որ չեք լսել, բայց դա ձեր չլսելը չի վկայում այն մասին, որ նման բան չի եղել։ Հասկանում եք, չէ՞։ Էրիկ ջան, բայց մասն էլ է դա դուք գալիս էլի ցավտան եմ, որ ես չեմ լսել, որ չեմ լսել, ոնց կամ ես մարդուն ասա չեմ լսել, մի ասա Գայանն չի ասել այս բաներ։ Մի անգամայն տարբեր բաներ։ Մի բաժանիչեք բաց է դե։ Վիդեոն չի որ ես հարգելի դատարան, վիդեոն թող բացի ցույց տա, ես վառապացույց եմ ասում ձեզ։ Հեռախոսով ես խոսացել եմ իմ մեքենաներ երևում այն։ Դոմիկի եկել։ Գնացել եմ մեր զանգելա, ընդամենը ասել եմ գործի տերից բանեմ մարկի, ես տարել եմ։ Հաջորդ հարցը մեր խնդրեմ մինչև դատարան գալը աշխատաբար տղամասում ենք, մի քանի անգամ հանդիպել ենք իրար հետ։ Հենց դուք եք ինձ ասել, որ Ռաֆայելի կողմից, նույնիսկ մականունն էլ ասեցիք Ռաֆայելի, չեմ ուզում մականուն ասեմ, ասեցիք, որ Ռաֆայելի կողմից բերված փայտանյութը նախատեսված է եղել աշխատաբար տղամասի 9-րդ շենքի բնակիչ Օլգայի համար։ Եթե Ռաֆայելի կապված Օլգայի համար։ Ինչ կասեք այդ կապված։ Ես հարցը լսեք, ձեր ունեցած Հավատում մի խոսեք, հարցը լսեք վերջեգր, նոր պատասխան։ Ձեր ունեցած տեղեկություններով այդ Ռաֆայելի կողմից Աշոտաբեր թաղամասի մի խոսքով Ռաֆայելի կողմից Աշոտաբեր թաղամասի 9-րդ շենք դրված փայտանյութը ում համար է նախատեսված։ Ես չգիտեմ էդի այդ հարցը։ Այդ հարցը բայց դուք ինձ ասել եք որ նախատեսված է։ Ես քեզ բանեմ ասել դրա մարելիք։ Ինչ եմ ասել ես քեզ։ Ձայնագրությունը կարող եմ ներկայացնել դատան մեր այսպես դեմարտեմ զրույցի ձայնագրությունը, որ ասել եք նույնիսկ մի ուրիշ բան ասեցիք։ Այդ փայտանյութը որ բերվել է, այդ փայտանյութը որ բերվել է, ասեցիք Օլգայի համար է նախ։ Ես օրգանով ախպեր ինչ օրգան, մեր թակում օրգան չկա ցավտան։ Ազնվությամբ եմ ասում վերև ախպեր թող աստված ինձ ռոլի վրա եմ։ Պատաժի չկա օրգան մեր քուչում այն քիչ։ Ինչ օրգանով է։ Դուք օրգան ճանաչում եք։ Չէ, դա ագերի վկա, նայ դատարանը, նայ դատարանի պատասխանեք հարցը բացը։ Ձեզ տեղեկացնում եմ, որ Աշոտաբեր թաղամասի 9-րդ շենքում կա Օլգա անունով անձնավորություն, Լազարևա Օլգա Ագաֆանգելի, ով հաշվառված է այն նույն հասցեում Աշոտաբեր շենք 9 բնակարան 1, որ հասցեում որ հաշվառված է Գայանե Աղաջանյանը։ Հասկանում եք։ Այսինքն այս նույն երկու անձը ում համար որ փայտանյութը նախատեսված է այդ Օլգան կամ Օլյան, ով գրվում է Օլգա, անձնագրով Օլգայա, միգուցե իրան ծննդեր Օլյան։ Ես չեմ շփվել իրան։ Այս նույն անձնավորությունը եւ Գայանե Հովհաննիսյանը հաշվառված են միևնույն հասցեում եւ բնակվում են միևնույն հասցեում։ Դուք էլ ասում եք, չէ, նման բան չկա։ Միգուցե դուք տեղյակ չեք, որ այս անձը տեղադրված։ Ես այդ փետի հետ կապված, ես ընդհանրապես անցնող մարդ եմ ելել այդտեղ, ելի եմ կրկնում, ցավը տանը։ Ես դա չգիտեմ ով է փետ բերել, դոկումենտով այլև, առանց դոկումենտ այլև, այդ հարցը իրանց հետ։ Հիմա դուք հաստատապես պնդում եք, որ մեր նախնական զրույցի ժամանակ դուք ինձ նման բան չեք ասել, որ այդ փայտանյութը Ռաֆայելը բերել է Օլյայի համար։ Ես չեք ասել ինձ։ Բայց դա տարբեր բաներ են։ Արդյոք վկայել հաստատապես պնդում եք, որ նման բան չեք ասել։ Անցան մյուսը։ Ասել որ դա դասական սուծում կատարում եք։ Այս հարցում եք թե չէ։ Մեր զրույցի ձայնագրությունները։ Հարցում եք թե ոչ։ Շարունակեք։
Եթե ասում ձայնը չի կնշանակեք դատաձայնագրառային փորձաքննություն, ձայնի հիմնականությունով կփաստենք, որ հենց ինքն այդ դերեկությունից այդ է։ Հիմա սուտ ցուցմունք հատալի դատարան։ Դու գրական դիտել ես, ընդհանրապես ձեր հարցերը։ Նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք։ Հարգելի դատորեն, հարց։ Դուք ընդհանրապես հասել պատասխանեք հարցը։ Լավ իմաշկերին նայեք, այլի։ Հլատես ես սուտ խոսացող տղա եմ, ես սա իմ մեջը սա մատ։ Դուք ընդհանրապես հարցրեցեք եւ պատասխանեք։ Շնորհակալ եմ։ Ես հորս սալա Աստված ջան, հրա թողամ գնամ ես երկրից արա ինչ անեմ արա։ Իսկ ճանաչում եք այդ ձեր կողմից նշած, որ ասեցիք Ռաֆայել անունով ոնց, որ մատանունը տվեցիք չեմ ուզում ասել։ Ես Ռաֆայելին ճանաչում եմ, բայց ես դες ասում եմ ճանաչում եմ, բայց չեմ շփվում այդ ախր։ Ես ու ինքը մի խարակցելի տղեկ չեմ, սենց ասեմ քեզ։ Ես ուրիշ տղա եմ, ինքը ուրիշ տղա է։ Ես իհարկե չեմ շփվում, բարև ա տալիս, բարևում եմ։ Ովից բարևում ա, ատ Հա ես հարցը ճանաչում եք թե ոչ, Ես չեք ճանաչում պատմում։ Անցան ճանաչում շփում չկա հանրապես իրար կապված։ Իսկ դերակ եք որտեղ ա բնակվում Ռաֆայելը։ Չէ։ Դերակ չեմ ախր։ Նման բանից չեք ասել, որ Գառադոկում ա բնակվում։ Այդպես ես որ չեք ասել։ Այդ հավատանում, ես քեզ ինչ եմ ասել, իրա հետ ինչ կախի չես հրավիրել դատարան։ Դուք ինձ նման բան հայտնել եք, որ Ես չեմ հայտնել, քեզ ոչ մի բան չեմ ասել, իրանց վերաբերյալ էլի ջան։ Միգուցե Գայանեին եկայությունն ա ձեզ կաշկանդում, որ Գայանեն ինձ շատ ավելի հարազատ մարդ ա, դու էլ, նա է, ով ինձ հարգեց, ով ու ես հարգեցի, սիրեցի նա ինձ մա հարազատ ա։ Գայանն իստի կապ չունի, ինչ կապ ունի, Գայանեին ինչ, ես Գայանեի անուն տալիս եմ։ Գայանն ինչ որ նստած ա, ես վախենում եմ Գայանից, որ դա մարդու անուն տան։ Որտեղ ամեն անգամ իմ հարցերին պատասխանելուց առաջ նայում եք մի հատ Գայանեին, նոր եք հարցին պատասխանում։ Ես շատ ուշադրություն ուսումնասիրում եմ ձեր քիմիկաները դեմքի։ Էրիկ ջան, ես պելամոտ կնայեմ քո աշխարհի մեջ։ Դա մի բանավիճակ ընդհանրապես հասել պատասխանեք եւ ավարտեք։ Այստեղ ոնց որ զրույց է ձեր միջը։ Զրույցը հարգելի դա։ Հարցին հստակ պատասխանեք։ Եվ անցեք առաջ։ Պատասխանում եմ, ես իմ։ Լավ, ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ իմ յուրաքանչյուր հարցից հետո դուք նայում եք Գայանեի դեմքին, որից հետո նոր պատասխանում եք իմ հարցերին։ Էրիկ ջան, դու շատ ես խորանում, ցավը տանեմ, թխես խորանում իմ հետ ախպեր։ Ես ինձ եկել ես հրավիրել ես դե, հարգել եմ եկել եմ։ Դատարանին է քեզ էլ մի հարցին պատասխանեք, ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ դուք իմ յուրաքանչյուր հարցից հետո նայում եք Գայանեի դեմքին, Ես չամեն հարցին, հա։ Ես էլ առարկում եմ ձեր առարկության դեմ։ Իվարկյան Լսեք, դուք ասում եք նայեք, դուք իրավունք ունեք երբ ունեք, անշուշտ երբ դառնալ հարցով կձեռնի։ Էպես չէ դուք եք որոշում, երբ խոսեք, երբ ինչ գործում պատերազմություն կմանում կա։ հարցը, որ ամեն հարց պատասխանում է մակարանի, այդպես չի, հարգելի դատարան։ Ընթացքում կարող է բոլորս են նայում այս մարդու ընթացքում, ինչ ինչ-որ կոնկրետացված նամա կամ դա որոշում նշանակություն չունի։ Բայց այն, որ ինքան է պատասխան տալուց նամականին, ես եմ նստած տեսնում, թե բան չկա։ Առաքությունը ընդունում է, որպես այդպեսին մի ֆիքսեք այդ հանգամանքերը, քանի որ դատարանն է արձանագրում, որ վկան մի փոքր էմոցիոնալ բնավորությամբ կապեցես, դրություն, պարբերաբար նայում եք կողմերին հասնեն պատասխանելուց։ Փորձեք միայն նայել դատարանը, նույնիսկ Երևանին մի նայեք։ Միայն դատարանը, դու դատարանի մոտ եք ցույց տալիս։ Բաց է, բացառապես նայեք դատարանը։ Շարունակեք Երևան։ Իսկ այդ ժամանակ, երբ որ դուք ներկա եք եղել, դուք լսել եք, որ ես ինքս Գայանե Հովհաննիսյանին հայհոյանքներ հնչեցնեմ կամ սպառնամ նրան։ Չէ։ Չեմ լսել։ Ոչ մի վիրավորական խոսք չեմ լսել, մեկ այդ մյուսը նկարը։ Բաբշը չեմ լսել։ Իսկ ըստ ձեզ, եթե հանրային վայրում մի քանի մարդու ներկայությամբ կինը տղամարդուն վիրավորում, հայհոյում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, ըստ ձեզ, նման տղամարդը ինչպիսի զգացողություններ կունենա, արդյոք նրա ինքնասիրությունը կվիրավորվի, թե ոչ։ Ես օրինակը կարամ մի վրա բերեմ։ Եթե ցանկանում եք, ես իսկ թույլ չտվեցի ձեր վրա այդ օրինակը բերել։ Հասին կարճ պատասխանեք։ Ես այդ օրինակին վրա եմ բերեմ, ցանկացած կինես աշխարհում եթե կա, կլի հայ, կլի ով ուզում է։ Ինձ կֆուրանի, դաժե մեր եք ֆուրանի, ես ընդհանրեն իրան կարհամ արեմ ախպերս ուրիշ ոչ մի։ Այսինքն ձեր ինքնասիրությունը խոցված չի, իմ համար կնոջ ասածը դա իմ ինքնասիրությանը չի կարող գտնել։ Ես այդ ձև եմ նայում այս կյանքում։
Այսքան հարգելի դատան։ Պարմատարության հարցեր ունեք։ Այս բանը չունի։ Չունեք։ Պարմատարության դուք հարցեր ունեք։ Այ հարգելի դկա, կհիշեք որ ժամանակ դուք Եղինյանին տեսել եք։ Նշեցիք որ Գայանե Հովհաննիսյանը իր լուսամուտի մոդել, այսպես ասած, Եղինյանը այդ ժամանակ մոդել Գայանե Հովհաննիսյանը։ Չէ, ինքը տանն էր, ես Հայաթն եմ, ես ուղղակի անցնում եմ շենքի։ Եղինյանը ո՞ր է։ Ինքն էլ է կայնած էր Հայաթը։ Ես ընդհանրապես որ Եղինյանը հեռախոսը հանել է նկարել է, ես իրան խնդրել եմ, ասել եմ քեզ ճանաչում եմ մենք։ Այն վիճակում էր, տագնապալից վիճակում էր, մաղթեցած վիճակում։ Ինքը չէ, սովորական ոսկոր մարդկային ձևով, չէ, իան ոչ մի բան։ Մեղեդարանի հարցեր։ Այո, Տրամադրեք։ ուրեմն կլինի հարգելի դատավոր։ Հարց ունեք դուք վկային։ Հա, այս ինչի համար ուղարկի, ինձ ով է տալու այս վճիռը, ոչ ինքը ուղարկում է տուն։ Ինչ վճիռ։ Այն նկատում եք Եղինյանի հետ կապված է։ Չէ, իհարկե վկան Թունյանն է։ Ես կարամ ասեմ, որ այս մարդը անցնում էր այդ բանին եմ իրան տեսել, որ ասել ամոթային չի ասում։ Այդ բանը ես էլ եմ տեսել, ժիվոյ։ Լավ, այդքան այդ հետագամ եթե այլ հասկա, չգիտեմ, ինչի մասն խոսքը կհասկանամ, բայց հիմա բացառապես վկայի հարցակնություն դնում։ Թունյան, ասիկն դուք նշում եք, որ եղել եք այդ լայրում, այդ տարածքում եք եղել, ինչ որ Գայանե Հովհաննիսյանը եղել է տանը, լուսամուտից է նայել, ճիշտ հասկացանք մենք ձեր պատմածը։ Այո կամ ոչ։ Այո։ Տանն է եղել, Եղինյանը ինչքան հեռավորությամբ է եղել, որ ինչ-որ Մոտավորապես մի 10-15 մետր տունն ու Հայաթը իրարից։ Առաջի հարկումա բնակվում ինքը լուսամուտից տենց հեռախոսով։ Իսկ տեղեկացված եղել եք նախկինում միմյանց նկատմամբ ինչ-որ հարաբերություններ, վատ հարաբերություններ, դառնած հարաբերություններ ունեցել են, թե ոչ։ Տեղյակ չեք։ Իսկ Գայանե Հովհաննիսյանը իր երությամբ ասացիք որ ճանաչում եք։ Մի փոքր եթե կարող եք բնութագրել, չգիտեմ, հանգիստ է, հանգիստ չէ, չար է, չգիտեմ, ո՞ց դուք կբնութագրեք։ Ես Գայանեին 20 տարի ավելի ճանաչում։ Վտանգավոր մարդ է։ Չէ, ինքը շատ բարի կին է, շատ հույրաս է, շատ հարգալից, բոլորը շատ հարգում են իրան, մեր հարևանությունը, մեր թափանցը։ Նորմալ է բնութագրել։ Շատ անձնավորություն։ Իսկ այդ ժամանակ նաև պաշտպանի հարցը պատասխանեցիք, որ Եղինյանի մոտ, ինչ-որ սովորական է իր վարքագիծը։ Հա, նորմալ։ Ինչ-որ վախենալու Չէ, ես չեմ նկատել տենց իրա մոտ ինչ-որ վախեցած բան, որ ինչ-որ մեկը սպառնա, ինքը վախենա կամ ես ինչ ընդհանրապես որ հեռախոսում ես, ընդհանրապես մոդիկացել եմ, ասել եմ, երեքեմ, գոնե ինձ հարգի, եթե ինձ չես հարգում, քո պապայի հետ եմ ճանապարհ անցել, գոնե մարդու խաթին այս բանը Ինչ է խնդիրը, ինչ էր անում Եղինյանը, որ դուք այդ ցանկանում եք դա։ Դե ինքը այդ փայտի համար էր եկել, տենց Ինչ էր անում, որ ձեզ ճիշտ չէր անում, կամ հեռախոսում նկարել է, որ դա է խնդիրը։ Հա, դա է խնդիրը, որ ես ասում Ինչ-որ վեճ վիճաբանություն անձանց հետ կար նման խնդիր։ Ոչ, ես չեմ։ Ինչ-որ այլ անձին կլիներ, Գայանեն կլիներ, Երիկը կլիներ։ Շատ հարգալից մեկը մյուսի նկատմամբ խոսացել է, իսկ երկրորդ հարցը, որ ես դե չեմ ելել այդ բանը չեմ տեսել, որ ինքը ներկայացնում ասում է ինքը ինձ հեռախոսով խոսալուց մոտեցել աղքֆոր արել, ես չգիտեմ, ես չեմ լսել այս բաները, ես անգամ եմ ասում, ես չեմ։ Լավ հասկացա։ Ինձ հետաքրքիր չէ։ Մենք ձեզ հարց ուղեցինք, ձեր դիրքորոշումը հասկացանք։ Բայց դուք ամբողջ ընթացքում եք այդտեղ եղել, թե եղել այն շոուի մի րոպե ու կես եմ ելելու, ես հեռացել եմ այդտեղից։ Այսինքն բացառում եք, որ ձեր հեռանալուց հետո միգուցե ինչ-որ բան է Չէ, եղել։ Կամ այդ մոտենալ կամ միջև մոտենալն է եղել։ Չէ, հեռանալուց հետո ես որ եկել եմ նորից, Գայանեին տեսել եմ, ասել ամեն ինչ լավ է, նորմալ է, ոչ մի խնդիր չէ, ոչ մի վիրավորական խոսք ես չեմ ասել։ Բայց ամեն դեպքում դուք մի րոպե եք այդտեղ։ Րոպե մոտ 2 րոպե։ Եղինյանը դեռ այդտեղ է որ դուք հեռացաք, թե ոչ։ Ինքը արդեն եթե չեմ սխալվում, աստիճաններն էլ բարձրանում նկարելով, չէ։ Նայ դատան է դուք։ Հա։ Ինչ աշխարհների մասին գնաց։ Ինչ աշխարհների մասին է խոսքը։ Շքամուտ։ Հա, դեպի Գայանե Հովհաննիսյանի բնակության շենքը մոտենում է դուք հեռացել եք։ Ես դեցի։ Ասիկա մոտենալուց հետո թե ինչ հայել է դուք չեք լսել դա։ Հա, Ես հասկացա։ Հարգելի դեպքում մեկ հարց տարել է Լուկային։ Տրամադրեք։ Հարգելի վկա դուք ասացիք, որ դեպքի ժամանակ ըստ ձեզ ես դեմքի ինչ-որ տագնապային արտահայտությամբ չեմ եղել։ Հիմա եթե տեղեք չեք, տեղեկացնեմ, որ դեպքից պատասխանից հետո հենց նույն օրը ես զանգահարել եմ ոստիկանության ՀԿԿ եւ ոստիկաններ եմ հրավիրել եւ հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Եթե ըստ ձեզ ես որևէ
տագնապային արտահայտություն չեմ ունեցել կամ չեմ վախեցել ձեզ, այդ դեպքում ձեր կարծիքով ինչով էր պայմանավորված Էրիկ Եղինյանից կողմից դեպքից անմիջապես հետո անհապաղ ոստիկանություն ահազանգելը եւ կատարվածի վերաբերյալ հանցագործության մասին հավաստիացնել։ Էրիկ ջան, ես հիմա որ դու այդ հարցը ինձ ուղղում ես, ես դրա պատասխանը չունեմ։ Ես մենակ կարող եմ ընդհանրապես քեզ մի հատ բան ասեմ ախր։ Այդ քո ասածի վերաբերյալ ես դա չգիտեմ, դու դե տագնապային, ես քեզ ինչ որ տեսել եմ, ես բազեմ ասեմ, քեզ մեկ էլ իա։ Ոչ մեկի չեմ տեսել տագնապային հարց, դու վախեցած ես քեզ վրա բրծնի կամ նույն հակառակը դու չի ես բան, ես չեմ տեսել։ Թե դու մի ոստիկան ես կանչի, ում ես կանչի, ես չգիտեմ, ինձ հետաքրքրել է թե ով այլել ով չի լավ։ Ես իմ ընդհանրապես 2 րոպե այլ է, որ ես դե րոպեոկես 2 րոպե, դու լավ գիտես Էրիկ։ Ձեր հասկացողությամբ կխնդրեի մանրամասնեք, ինչ եք հասկանում տագնապային ասելով, տագնապ բառի իմաստը։ Եթե ինձ վրա տան ուզենան հարցակվի վրա խփեն, ծեծեն, կամ պետք է ինքնապաշտպանվեմ, կամ ոստիկան դեմ զանգեն, կամ չգիտեմ փախնջ։ Ես չեմ եկել որ ձեր գիտեք էլ ինչ են։ Լավ, դու մի մեկ տաբանեք, բայց բառը ասում, որը իմ Ելնա դու հայտնես դասախոս չեք կարծում։ Լրություն, վկա պատասխանես թե համատեղ մի խոսեք դատանը։ Վկա ձեր հասկացողությամբ դուք ներկայացեք, կողմերը կքննարկեն, թե դա ինչքանով է համապատասխանում այդ հասկացությանը, բայց ըստ ձեզ դուք տագնապը ինչ եք հասկացել, ըստ ձեզ դուք դա ընդհանրապես ներկայացրեք։ Ի ասելով ես ոչ մի բան չեմ հասկացել, ես չեմ տեսել որ ինքը դիշվում մի հատ sense անհանգիստ իրավիճակը մայր է կամ նույնը տիկին գայանում չեմ տեսել։ Այլ հարցը գերինա։ Մենք իրավաբանները ձևով որ ավելի բարձր կրթություն ունի, կմեկտաբանի այդ բառերի մասը երինա։ Վկայ պետք չի դրանցնել թե ինչպես ես դրամոյ ասեմ։ Շատ լավ, մենք լսեցինք ձեզ։ Հասարակ մենք լսեցինք ձեզ, մենք ձեզ լսեցինք։ Դատան այլ հարցեր չունի ձեզ, նաև կողմերը ավարտեցին իրենց հարցադրումները, հետևաբար ձեր արձակությունը համարենք ավարտած, հաջողություն։ Շնորհակալություն, ստեսություն։ Հաջորդի դատանը անդառնում է նաև Երևանի դատան հասարակական դեմումի հետրա դոմանդակությամբ է Ագին դաշնան դուք ես հրապարակեմ նաև դրա Գրավոր ասել ինչ է նշված, հետո դուք կանդառը գրավոր 18 հետ որ։ Հարգելի պարոն ապրիլ 27-ին դա նաև դատական նիստում որպես վկա հարցաքննելու համար միշտ օգնում եմ դատան հրավիրել նաև տեսանյութում երբացող Ռաֆայել Վախտանգի Պեյլի Վանովին հաշվառված է քաղաք Ստեփանավան Պրոմեթեյ տնակ 2 հասցեր Մարտանքով Խուժովերի Գերինա 30/3/2026 թվական քանի որ դատական նիստից հետո է ներկայացվել դիմում դատանը որոշել էր որպեսզի սույն դատական նիստում քննարկել այդ հարցը։ Եղին ասա հիմա ասեք, եթե շու ավելացում ունեք, կամ հնարավորության շկապած դասում ենք ձեզ։ Հարգելի դատարան, նախորդ դատական նիստի ժամանակ գործող վկա Արման Մանուչյանը իմ հարցադրումներին պատասխանելով թեում համար նախատեսված եղել հայտանյութը ինքը նշեց, որ ինչ-որ Օլիայի համար նախատեսված եղել։ Հիմա այդ կապակցությամբ ես հավաստի տեղեկություններ եմ ձեռք բերել, որ նշված Օլիան հանդիսանում է Օլգա Լազարևա Օլգա Ագաֆանգելի անձնավորությունը ծնված 24/11/1971 թվականին, ով հաշվառված է այն նույն հասցեում քաղաք Ստեփանավան Աշոտապերտ թաղամաս շենքի 9 բնակարան 1, որ հասցեում որ հաշվառված է Գայանե Հովհաննիսյան եւ բնակվում է։ Այսինքն, երբ որ այս երկու հանգամանքը համադրում են միմյանց հետ, ակնհայտ է դառնում, որ այդ Ռաֆայելի կողմից վերված հայտանյութը նախատեսված է եղել հենց այս Օլգա Լազարևայի համար, ով բնակվում է համատեղ Գայանե Հովհաննիսյանի հետ։ Հաշվառված է ավելի ճիշտ, հաշվառված են երկուսն են նույն հասցեում։ Հիմա, այսինքն նաև այդ հանգամանքով պայմանավորված է անհրաժեշտ Ռաֆայել Պեյլիվանովին դատարան հրավիրելը եւ որպես վկա արձակելը, քանի որ ես ունեն գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ բարձրաբանելու, որոնք փորձում են իմ ակնկալած գործի համար նշանակություն ունեցող բարձրաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ ցանկանում եմ տեղեկություններ ստանալ հենց վկայի հարցաքննության միջոցով, վկայի հարցադրումներ ուղղելու միջոցով։ Ուստի նաև այդ հանգամանքով պայմանավորված միջնորդում եմ վկա Ռաֆայել Վախտանգի Պեյլիվանովին հաշվառված եւ բնակվող քաղաք Ստեփանավան Պրոմեթեյ տնակ 2 հասցեում այդ անձնավորությունը հաջորդ դատական նիստի ժամանակ որպես վկա հրավիրել դատարան, եթե չներկայանա, արդեն հարկադրանքի միջոցներ կիրառել եւ ոստիկանության միջոցով վերման կատարել դատարան։ Հավատացան դուք եք Միանում ենք պատգամման դատարան։ միանում եք։ Այո, լսում ենք նաև Էրիկ Եղինյան, այդ Օլգա, որ ասես Օլգա բնակվում անդե, вообще ուրիշ մարդ է,
այդ տանտերն է ժողովրդան, ես այդտեղ ուղղակի հարգելի դատարան, պրոստը մնում եմ, ես ծնողներս ներքև եմ մնում, պրոստը որտեղ չկա, որսը մտեցում եմ գնում եմ, այդ օրգան տանտերը, որ ասում է, ճիշտ ասում, փայտը իրա համար չի, դու առաջի դատի ժամանակ ներկայացրեցիր, որ իբր այդ իմ համար են բերել, ես էլ այդ ձեր ասած Փախլևանովային շեղում եմ, ճիշտ է։ Նախ դե խասուտ ես, այդ փայտը ոչ իմ համար է, ես ոչ մի կապ չունեմ դրա համար, նույնն էր ձեր ասած Օլա, որ նոր նշեցիք, կարդացիք։ Այդ Օլա, որ դուք գիտեք փայտում համար եղել է, ինքը ուրիշ կին է, էլի Օլա է անում։ Դե եթե գիտեք, ասեք ով է։ Չէ, հիմա կոնկրետ լավ լսեցինք, բարձր, չեմ ասում, հիմա վկայ, լսություն, հիմա կոնկրետ վկայ հարցախնդրի կապված միշտ օրցուն ենք քննարկում, մասնավորապես վկայ լսեցինք։ Ռաֆայել Պելիվանով։ Կարող այսօր գարանտերի ձգում այնքան։ Ինչպես։ Այդ մարդը կարող այսօր է գալ, ես դաժե մոտեցել եմ, հարցրել եմ, թուղթ եկել է, որ դուք սա ասեցիք, հարցրեք։ Ասիկ կարողություն չունեք դուք, որպեսզի այս մարդին կանչենք հարցակնության։ Նստեք, պարոն Բուլատov։ Դատարանը քննության առնելով շնորհությունը Ռաֆայել Պելիվանովի դատարան հրավերով վերաբերյալ նշում է, որ ներկայացված ապացույցները նաև Երևանի կողմից ներկայացված փաստարկներ բավարար հաջորդությամբ, որ վկայի կողմից կարող են դատարանին հայտնել տվյալներ, որոնք կարող են նշանակություն ունենալ գործով արտասի դատական ակտ կայացնելու համար։ Հետևաբար միջնորդությունը բավարարվում է դատարանը ծամսում կուղարկի Երևանի կողմից համապատասխան դիմումում մատնանշված հասցեով Ռաֆայել Պելիվանովի ներկայացումը դատարանում ապահովելու համար։ Նաև դատարանը արձանագրում է, որ մեղադար նույնպես որպես այդպիսին փաստեց, որ նշված նման ազգություն ունի, նաև զրուցել է թաղամասի բնակիչ, այո, այդպես ասած։ Իհարկե։ Ոչ, մեր թաղամասի բնակիչ։ Լավ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, որովհետև այդպես է դժվար։ Ստեփանավան քաղաքի բնակիչ, հիմա թաղամասը դուք Պրոմեթեյ այդպես է գնաց։ Պրոմեթեյ տնակ երկու հասցե, չէ՞, այսպես է։ Շատ լավ։ Այլ միջոցներ կա։ Հարգելի դատարան, ինչպես ասեմ նախորդ դատականի ժամանակ ասացի, որ ես ցանկանում եմ դատարանի ներկայացնել փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ միջնորդություններ։ Հիմա ես նախապես պատրաստված եկել եմ, միջնորդություն գրել եմ արդեն, խնդրում թույլատրեք ամբողջությամբ հրապարակեմ եւ ներկայացնում դատարանում։ Միջնորդություն փորձաքննություններ նշանակելու մասին։ Հարգելի դատարան, ողջամատորեն ակնհայտ է, որ իմ կողմից դատարան ներկայացված տեսանյութում մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի կողմից Տուժով Էրիկ Եղինյանից վերաբերյալ հնչեցված վիրավորական արտահայտություններն ու սեռական բնույթի անբարքեշ քայլանքներն ուղղված են Էրիկ Եղինյանից Լրություն որպեսզի շարունակենք։ Ուղղված են Էրիկ Եղինյանից, որի արդյունքում պարբերաբար նվաստացվել է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Էթիկայի նորմերից ելնելով ես բարոյական չեմ համարում Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ վերաբերյալ հնչեցված սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքների բովանդակությունը բառացի հիշատակել։ Գայանե Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում իմ վերաբերյալ կատարված սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքների մեղադրական եւ խիստ ընդգծված անհարգալից ոճը իրենց համակցության մեջ վկայում է այն մասին, որ Գայանե Հովհաննիսյանն ի սկզբանե նպատակ է հետապնդել հրապարակային եղանակով նվաստացնել եւ նսեմացնել իմ պատիվն ու արժանապատվությունը։ Վերօրյալից ակնհայտ է, որ Գայանե Հովհաննիսյանն ունեցել է իմ հեղինակությունը նսեմացնելու եւ իմ պատիվն ու արժանապատվությունը բարբերաբար նվաստացնելու հանցավոր դիտավորություն։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ վերաբերյալ կատարված սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներն իրականացվել են պարբերաբար հանրային վայրում, հրապարակային եղանակով, բազմաթիվ անձանց ներկայությամբ, որի արդյունքում հանրության շրջանում իմ անձի նկատմամբ ձևավորվել է խեղաթյուրված հանրային ընկալում։ Ավելին, Գայանե Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում իմ վերաբերյալ բազմաթիվ անձանց ներկայությամբ հրապարակային եղանակով պարբերաբար կատարված սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներով Գայանե Հովհաննիսյանն ինձ ներկայացրել է որպես բարոյական արժեքների զուրկ անձ, որի արդյունքում նվաստացվել է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու վերաբերյալ ես Գայանե Հովհաննիսյանի դեմ նաև քաղաքացիական հայց եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր ապահովության դատարան, որը ներկայումս քննվում է դատավոր Վարդուհի Հովնանյանի վարույթում։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն սպանության սպառնալիքի համար, այլ մարդու պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու համար։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ վկայակոչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի համաձայն պարբերաբար իրավական ելույթը նշանակում է նույնաբնույթ արարքը 2 կամ ավելի անգամ կատարել։ Իմ կողմից դատարան ներկայացված եւ դատարանում հետազոտված տեսանյութում հստակ երևում է, որ Գայանե Հովհաննիսյանը 2 անգամ, այսինքն պարբերաբար իմ հասցեին հնչեցնում է սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ եւ դրանից զատ իմ հասցեին 1 անգամ հնչեցնում է նաեւ սպանության սպառնալիք։ Ելնելով վերօրյալից դատանին միջնորդում եմ դժոխք Էրիկ Եղինյանից նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն եւ փորձագետին առաջադրել հետեւյալ հարցադրումը։ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում բազմաթիվ անձանց ներկայությամբ դժոխք Էրիկ Եղինյանից հասցեին 2 անգամ սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ հնչեցնելու արդյունքում կարող էր արդյոք նվաստացվել դժոխք Էրիկ Եղինյանից պատիվն ու արժանապատվությունը։ Դատանից խնդրում եմ իմ նկատմամբ դատահոգեբանական փորձաքննության կատարումը հանձնարարել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 23 հասցեում տեղակայված փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին։ Դատանից խնդրում եմ փորձագետին տրամադրել սույն քրեական գործի բոլոր նյութերը, իմ կողմից դատարանին քրեական հայցինքից ներկայացված տեսանյութը եւ դատարանում որպես դժոխք հարցաքննված ժամանակ Էրիկ Եղինյանից կողմից տրված ցուցմունքի ձայնագրությունը պարունակող կրիչը։ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի մեղսունակ կամ անմեղսունակ լինելու հանգամանքը պարզելու համար դատանին միջնորդում եմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն։ Ինչ Ախր ներադարմի միջամտել դու ձեր դիրքորոշումը կհայտնեք։ Շարքերի դատան հնչեցրեց իմ հասցեն վիրավորական նախարարություն, հիմա այս հանցագործության մասին հաղորդում եմ անում, դատական նիստի ժամանակ դատավարության մասնակիցների կողմից միմյանց վիրավորելը դիտվում է որպես դատանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ուստի դատանին միջնորդում եմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար միջնորդություն ներկայացնել դողում արձի դատախազությանը դատանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, որը դրսևորվել է իմ հասցեն վիրավորական միջնորդությունը ավարտել եւ դուք հնարավորություն ունեք դատական նիստից հետո ներկայանալ եւ համապատասխան իրավասումանում ներկայացնել։ Ես ուզում եմ դատանի ինքը դիմել։ Ձեզ հարցությունը դեռ շատ քիչ է, դուք ձեր միջնորդությունը ներկայացրեք, դատանը պարզաբանում է, որ անհրաժեշտության դեպքում, երբ որ դատանը հիմք կունենա փաստերը, որ իրականում արարելու տեղի ունեցել է, դատանը հնարավորություն ունի միջոցներ ձեռնարկել, դուք նույնպես հնարավորություն ունեք միջոցներ ձեռնարկելու եւ համապատասխան հաղորդում ներկայացնելու։ Հիմա եթե նույն առարկան ես անեի, անմիջապես նրա միջնորդագիր կներկայացնեի, չէ՞, հենց դուք։ Այդ այսինքն կողմնակալ դիրքորոշում եք ձևավորել։ Շարունակեք ձեր միջնորդությունները։ Ես հիմա առարկում եմ ձեր գործողությունների, որովհետեւ կողմնակալ դիրքորոշում եք որդեգրել մեղադրյալի նկատմամբ։ Շարունակեք։ Որտեղ եք ասել։ Մեղադրյալի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ է։ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի մեղսունակ կամ անմեղսունակ լինելու հանգամանքը պարզելու համար դատանին միջնորդում եմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն եւ փորձագետին առաջադրել հետեւյալ հարցադրումները։ Մեղադրյալ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապում է արդյոք, եթե այո, այստեղ խոսքը չի վերաբերում, պարզաբանեմ, որ ես իբր դեռ ասում եմ, որ դուք հոգեկան հիվանդություն ունեք, նման բան չկա, եթե ձեզ մոտ այդ համոզմունքն է ձևավորվել, հիմա պարզաբանում եմ, որ իմ հարցադրումները ամենևին էլ նման բանի մասին չեն վկայում, մի հատ ուշադիր որ լսեք հարցադրումները կընկալեք։ Մեղադրյալ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապում է արդյոք, եթե այո, ապա կոնկրետ ինչպիսի հոգեկան հիվանդությամբ եւ ինչպիսի հոգեկան ախտորոշմամբ է տառապում մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը։ Իր ներկա հոգեկան վիճակից ելնելով մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը կարող է արդյոք իրեն հաշիվ տալ իր կատարած գործողությունների համար։ Քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունը կատարելու ժամանակ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը եղել է արդյոք մեղսունակ։ Իր ներկա հոգեկան վիճակից ելնելով մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը ներկայումս մեղսունակ է արդյոք։
Դատանից խնդրում եմ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննության կատարումը հանձնարարել Երևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոն ՔԲ հոգեբույժ փորձագետներին, իսկ եթե Երևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոն ՔԲ-ում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն կատարվում, ապա նման պարագայում խնդրում եմ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննության կատարումը հանձնարարել Երևան քաղաքի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ին։ Դատանից խնդրում եմ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ կատարվող դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում փորձագետին ներկայացնել Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանին, ինչպես նաև փորձագետին տրամադրել սույն քրեական գործի բոլոր նյութերը եւ իր կողմից քրեական հայցինգից դատանին ներկայացված տեսանյութը։ Եթե Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը հրաժարվի կամավոր ներկայանալ իր նկատմամբ կատարվելիք դատահոգեբուժական փորձաքննությանը, ապա նման պարագայում դատանից խնդրում եմ միջոցներ ձեռնարկել ոստիկանության միջոցով Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանին դատահոգեբուժական փորձաքննությանը հարկադրաբար ներկայացնելու համար։ Դատանից խնդրում եմ փորձաքննություններ նշանակելուն առնչվող իմաստ միջնորդությունների վերաբերյալ կայացնել գրավոր որոշում եւ խնդրում եմ դատանի որոշման մեկ օրինակը տրամադրել ինձ։ Դատանից խնդրում եմ նաև փորձաքննություններ նշանակելուն առնչվող իմ միջնորդությունների վերաբերյալ դատանի կողմից կայացվելիք որոշման մեջ ամբողջությամբ արտացոլել իմ միջնորդություններում վկայակոչված փաստարկները։ Դատանից խնդրում եմ իմ կողմից միջնորդած դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունների ծախսերը բռնագանձել Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանից։ Դատանի կողմից փորձաքննություններ նշանակելուց հետո խնդրում եմ սույն քրեական գործի վարույթը կասեցնել, մինչև փորձաքննությունների վերաբերյալ փորձագետի եզրակացությունները ստացվելը։ Փորձաքննություններ նշանակելու իր միջնորդություններն ինքնանպատակ չեն եւ բխում են քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումներից։ Ուստի ես դատանից արդարություն եւ արդարադատություն եմ ակնկալում եւ ակնկալում եմ, որ դատանը իմ իրավունքների խախտումներ թույլ չի տա։ Դատանից խնդրում եմ փորձագետներին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կամ եզրակացություն տալուց հրաժարվելու համար քրեական օրենսգրքի 503 եւ 504 հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Հարգանքով Ուժով Էրիկ Իգորի Եղինակ, Ստորագրություն 27/2026 այսքան։ Էջուրը դասավորում։ Գրավոր միջնորդությունը ներկայացրեք, որպեսզի դատանը ստեղծան քննության արդյունք։ Այս ընթացքում Եղինակ ներկայացրեք պարոն Աթևոսյան։ Միանում են պատվաժում, որ տանություն գործի նշանակությունները հանգամանքներ պետք է պարմեն միջնորդված փորձաքննություններով։ Նստեք պաշտպանության կողմը։ Ըստ հետագանության նախ հոգեբուժական փորձաքննություն հասկացելու վերաբերյալ բանն է։ Հարգելի է դատանալ պաշտպանյալի մասով դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակելու մասով ավարտում եմ։ Ստեցյան որից է հիմք չկա, այսինքն համապատասխան փաստաթուղթ չգիտեմ օրինակ Յամարանձը որից է պաշտպանված է, ու պետք է հիմք լինի հարգելի դատան այդ փորձաքննությունը նշանակելու համար։ Նախ չկա որից է փաստաթուղթ, որից է դիսպանսերում վերջինս պաշտպանված լինի, կամ երկրորդ չգիտեմ օրինակ ոչ adekvat վարքագիծ օրինակ դրսևոր, որը հիմք տար դատարանին համապատասխան փորձաքննությունը նշանակելու համար։ Փաստարկ արժեի միջնորդությունը հարգելի դատան, իսկ իմ մասով որի նկատմամբ նշանակվի ասելիք չէ։ Ունեք ասելիք։ Տիկին Օլասյան դուք ինչ երկրորդ ունեք փորձաքննությունների կապված։ Չէ, զուտ այդ իրավական հարցեր են քննարկում հիմա։ Ձեր իրար չունարով ասելիք չունեք։ Նստեք։ Դատանը քննության առնելով Մեղադրյալի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նզույգի 257 հոդվածով նախատեսված է, որ փորձաքննություն կատարվում է եւ վարքի համար նշանակություն ունեցող հանրամատչելի բաժանելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ այլ բնագավառում, այդ թվում համապատասխան հետազոտությունների, մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ։ Նաեւ դատանը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նզույգի 100-րդ հոդվածով նշված առաջին մասով արձանագրված է ստորև նշված հանգամանքները քրեական մեթոդով կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով եւ հետազոտելով։ Առաջին մասի երկրորդ կետը նախատեսում է հոգեկան առողջության խնդիրներն ներդրումով դեպքի պայմանի գործողությունների բնույթը, նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու անձի ունակ չլինելը դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ։ Նշվածի համատեքստում դատանը հիմք ընդունելով վարորդում արկա նյութերը, նաև դատարանների ընթացքում
Մերալյալի վարքագիծը հիմքեր չունի անգելու հետևության, որ անձի մոտ արկային հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ուստի վերլուալով պայմանավորված դատանը որոշում է կայացնում Մերալյալի նկատմամբ դատավարժական փորձակնություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին։ Ինչ վերաբերում է հոգեբանական փորձակնության նշանակելու պնդմանը։ Երինա, դուք նշեցիք, որ պարբերաբար ձեր նկատմամբ ձեր պատասխանատվությունը այդպես է, չէ՞, ձեր դիտարկումը, որ նվաստացվել է եւ որ նաեւ հիմք է հանդիսացել ձեզ համար համապատասխան միջնորդությամբ հանդես գալը։ Նախ դուք այսինքն նույն այդ դեպքի ժամանակ մի քանի հայտարարություն ոտքի կանգնեք, հիմքերում որ պարբերաբար է, սա է ասում, թե այդ դեպքեր են եղել Հովհաննիսյանի եւ ձեր միջեւ։ Նույն օրը երկու անգամ ասարական բնույթի հայրենիքն։ Դա է ասեմ, որ տեսանյութով հստակ փաստվեց։ Պարբերաբար եզրույթներ քրեական օրենքի 3-րդ հոդվածում հստակ մեկնաբանված է, որ երկու կամ ավելի անգամը համարվում է պարբերաբար։ Սովորաբար քննիչները նախաքննության ընթացքում նշանակում են նման փորձակնություններ։ Մեղադրանքը ամրապնդելու նկատառումների ձեռներով։ Փորձագիտական կենտրոնը, որը որ դուք նշել եք, հասցեն կատարվում է նման փորձակնությունները իրենց կայքով է ուսումնասիրում։ Սա փորձագիտական կենտրոն գիտությունների ազգայնագազի մասին է, որն է։ Ոչ։ Աշխատանքից այդ փողոցը չէ, բայց երկումից շատ է։ Կարող անվանումն է փոխվել, նախկինում այդպես է կոչվել, հիմա Դուք որտեղ եք նայել այս հասցեն որ վերցրել եք։ Google-ով հավաքում ես փորձագիտական Չէ, նիստից առաջ նայել եք։ Նիստից առաջ նայել եք։ Պարոն Սոսյան, դուք այդ ուղղակի հասցեի կապված է պետք է դատանի զարմանքավորից հետ եկատության տիրապետում եք։ Ճիշտ է։ Բայց եթե ինքը հեռախոսով խոսել ես։ Ոչ, բայց իրան հեռախոսական նշված է։ Եթե կարելի է հեռախոսով խոսել, պատվաժան դատան։ Նման փորձակնություններ կատարում են առանձնապի բաշտություն չունի։ Այսինքն պնդում եք, որ ձեր նկատմամբ կատարված, արևուր կատարված այդ գործողությունների արդյունքում անհրաժեշտություն կա նաև հոգեբանական փորձակնություն նշանակելու, որպեսզի պարզվի ձեր նկատմամբ կատարված այս արարքը։ Ինչ-որ տեղ է, հաց, այսպես հասկանալի այդպես պարբերաբար նվաստացնելու արդյունքում ինչ վնաս կարող պատճառվել կամ արդյոք նվաստացվել է թե ոչ տեսանյութը երբ որ փոխվում։ Եթե թույլտան ես եմ վնասնում, էլի պատվաժան։ Հարցերը իհարկե պարոն, հուսա լսենք ուղղակի նաև ասած է հետեւյալն է, եթե ինքը ասում է, իսկ փորձակնության արդյունքը դա անձի տվյալությունն է։ Բոլոր դեպքերում փորձակնության եզրակացությունը ավելի օբյեկտիվ, ավելի լիարժեք պատկերն ապացույցի տեսքով կլինի, որովհետև դեպքերում գտնում եմ, որ փորձագետի եզրակացությունը փորձի համար նշանակություն կարևոր հանգամանք պետք է պահեսի։ Հարցադրում է հստակեցնենք, Երեմյան։ Հիմա կոնկրետ բնականաբար դուք ինչպես փորձագետին հարցադրում եք։ Չէ, դա տանը բացառասան մասնագետ որպես այդպես մեղադրանք պաշտպանության կողմը այլ ասելիք չուներ, լսեցիք մասնավորապես դատանը բացառապես ձեր կողմից միջնորդության նշված հարցադրման վերաբերյալ եք որոշում կայացնի, ուղղակի ընդհանուր նշել եք, մի հատ մեկ անգամ ևս հասկանանք, հա կոնկրետ ինչ հարցադրում եք դուք ներկայացնում ինչ եք ակնկալում ստանալ, որ հատված ընթերցենք, որպեսզի ավելի պարզ լինի։ Հարցեր շարժելով անցել եք, հարցի ձևակերպումը։ Մեկ հարց։ Խնդրեմ մեկ անգամ ևս արձանագրեք։ Այդտեղ կա, այսպես բառացություն։ Հիմա ցած է վերադարձում մեկ անգամ ևս այդ կոնկրետ հարցադրումը ներկայացեք, քանի որ պարբերություններն ասում են ընդգծեք հարցը, որպեսզի մենք հասկանանք, թե կոնկրետ քիչով ընդգծեք ձեր կողմից ներկայացված միջնորդությունը։ Բայց եթե միանգամից չմերժեցիք, երևի հակված եք բավարարել։ Հարցը կոնկրետ հստակեցեք, որպեսզի
դատանը այդ հարցադրման կապված, մյուս դեպքում ակնհայտ է, քանի որ հոգեկան առողջության խնդիրներով է պայմանավորված, իսկ այս դեպքում հարցադրումը մատնանշեք։ Դե միգուցե դուք ունենաք հարցադրումներ, դատարանն է դիգա։ Եղել դատարանը եթե ունենալ կկատարել մի հարցի խնդիր չէ, ձեր հարցը կստացվի։ Քիչովը գծեք այդ հարցը։ Հաշա գտնեմ հարցը։ Հարցական կարգ է, այս լեգիտիմացիան կարող է շփկելու հարցը։ Ես ճիշտ է իրավաբան չեմ, պաշտպանին ասես դուք գրեք, դուք ավելի լավ գրեք, ինքն ասես դուք գրի։ Հիմա եթե ինչ-որ հարց կա, դուք ուզենաք դուք էլ հնչեցնել, դուք էլ ձեր հարցը նա ինչ-որ մի բան ես թերի դուք եմ գրել, որտեղ ես ամենակետ չեմ եւ իրավաբան չեմ։ Ես գրել եմ իմ գիտելիքների չափով։ Իմ հարցադրումը ես այսպես եմ ձևակերպել։ Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում բազմաթիվ անձանց ներկայությամբ Տուժով Էրիկ Եղինյանից հասցեին 2 անգամ սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ հնչեցնելու արդյունքում կարող է արդյոք նվաստացվել Տուժով Էրիկ Եղինյանից պատիվն ու արժանապատվությունը։ Ես հարցը այսպես եմ ձևակերպել։ Գծեք հայ հատվածերին, Քիչովը գծեցի։ նորմալ չէ։ Եթե դուք ունեք ձևակերպման հետ կապված ասելիք, կարող եմ շտկել հարցադրումը։ Վերադասեք։ Եվ նաև հարյուր դատան ավելացնել, որ փորձագետին առաջարկում է պատասխանել նաև այն հարցերին, որոնք գործի համար էական նշանակություն կարող են, որովհետև փորձագետները կարող են առաջանալ գործակալության կատարման ընթացքում առաջանան են հարցերը։ Փորձագետը դա դրան է ելույթ։ Պարմատության, սուտի հավական առումով դեսենք նաև ձեզ, այստեղ Եղինյանի կողմից ներկայացված միջնորդությունը բացառապես պայմանության գամքում, որ նվաստացնել սա է վերաբերում, որպես այդպիսի հողվածի դիսպոզիցիան հետևանք ապահանջում, գտնում եք, որ հանգամանքը պետք է ապացուցվի, կամ երկրի, որովհետև փորձակնության եզրակացությունը ավելի օբյեկտիվ պատվաժան դատա։ Հոգեբանի լուսման հասն է սա։ Բա իհարկե, հետևացի թե նա կարող է այդ համ։ Եթե իր հարցը չլինի, եթե հոգեբանը կարող է ասել այս բնագավառից ինչ որ մասնագետ ներգրավել, բայց բոլոր դեպքերում մենք չենք կարող
նախատեսենք ինչ մասնագետ ներգրավել կամ ընդհանրապես ինքը կասի այս փորձակնության բաղադրություն կամ բայց որովհետև իմ կարծիքով դա հոգեբանական փորձակնության Այսինքն զուտ մասնասնելու հետ կապված հաստ է։ ճիշտ է։ Հավելաբար հոդվածի դիսպոզիցիայում այդ հետևանքը պետք է պարզվի։ Որ պետք է պարզվի փորձակնություն։ Եթե չի պարզվում, ուրեմն պետք է բավարարենք Էրիկ Եղիանյանը ասած։ Եթե Որտեղ խոշտանգման որոշներով դժողի նկատմամբ Դատանը այսպիսով քննության ավերում ներկայացված միջնորդություն լսելով նաև կողմերի մասնակները որոշում են բավարարել նշանակի հոգեբանական փորձակնություն Եղիանյանի վերաբերյալ համապատասխան հարցադրումը կներկայացվի նաև համապատասխան փորձակնության որոշմամբ եւ կտրամադրվեն այն նյութերը, որոնք որ դատարանի տրամադրության տակ արկա կլինեն։ Ինչ վերաբերում է քրեական գործով բայթուր կասեցնել, բռնական ձեր եւ այլն Եղիանյան։ Միգուցե ավելի մանրամասն ուսումնասիրել ձեր լիազոր եկարչի հետ իրավակարգավորումները եւ նոր համապատասխան փուլով նման ընթացակարգ չկա դատարանում։ Հետագայում դատաբեջը մեղադրանից է բռնական։ Եթե հակառակ է կայացնում, պետությանը կամ ձեզնից, շատ է։ Բայց ես անվճարում եմ, ոչինչ չունեմ։ Դե դա դատիկով այս է, բայց մի փոքր բացաբանում է։ Ձեր նկատմամբ փոխանցություն չի նշանակել։ Ձեր նկատմամբ դատարանը փոխանցություն չի նշանակել, Եղիանյանի վերաբերյալ է նշանակել, Եղիանյանը կանցնի համապատասխան փորձակնությունը, նոր դրանից հետո նորություն կունենանք շարունակել եւ նաեւ կարծես թե դեպի իսկ վայրը որոշեցիք եթե չլինի ընդեր ազգային դուրոներ կա։ Դատանը բացառապես բավարարեց ծուժող կողմի միջնորդությունը սեփական նախաձեռնությամբ, որից է փոխանցություն նշանակելու կամ վայր որոշելու անհրաժեշտություն չի տեսնում, Եղիանյանի կողմից մատնանշած վայրով ուղղակի համապատասխան որոշում է։ Եթե հնարավոր է հարցադրումներ արել, այն բոլոր փորձակնության ժամանակ վարվա։ Եթե դա նույնպես կներառվի, մենք վկային միջնորդություն ունենք, այդ վկային հաջորդ դատականություն կշարունակենք, չի խանգարում գործի քննությունը շարունակելը, միշտ փորձակնության կատարում։ Որոշումը ինձ ուղարկեք փորձակնության Բոլոր կողմերին կուղարկեք որոշումը։ Կողմերին կուղարկեք։ Ինչ վերաբերում է մյուս հարցերի կապած, դատան նախնից արձանագրեց հաջորդ դատականիստում կհրավիրվի հարցաքննության Ռաֆայել Պերիվանովը։ Իսկ դատական նիստը այսպիսով հետաձգվում է եւ վերանշանակվում է հնարավոր է միսի երկուսից հետո նշանակել կա հաջորդ։ Իշխանությունն են կապված թե Այո, նաև հնարավոր երկուսից էլ մեկն է որոշ ժամանակով, այդպիսի պլաններ ունեմ։ Պատճառները չեմ ուզում ասել ինչ պատճառով։ Հունիսի 3 Ինչքան շուտ ենք հալավ։ Դե հիմա ուղղակի առաջի կեսն է։ դատանը հաշվի առնում է երկրորդ կես համար չի բավարար։ Չէ, նշանակված։ Իսկ հունիսի 2-ին երկրորդ կես Դե երկուսին հաստատ չեմ կարա, դրա համար ասացի երկուսից երկու։ 3-ի խնդիր առաջացավ կողմերի մոտ հետ կապված։ Որ առաջի կեսը իմ մոտ ազատ չէ։ Չկա 4 օրվա երկրորդ կես հարմար է կողմերի։ Այդ դեպքում դատանը որոշում է դատականից հետաձգել եւ վերանշանակել 2026 թվականի հունիսի 4-ին ժամը 14:30-ին։ Դատականիստի վայրի ժամանակի մասին կցանուցվի վկա։ Դատականիստը հայտարարում արկած։ Հունիսի 4 ժամը 14:30 մի ժամ 3 րոպե